դեռևս անցյալ տարի, այո, երբ որ դեռ անցումային շրջան էր հունվար ամսին հիշում եք, արդեն Թրամփը ախտել էր, բայց Բայդենը չէր գնացել, դուրս բոլորը մոռացել են, որ Ալիևը հայտարարեց Հայաստանը որպես ֆաշիստական երկիր եւ ասաց այն պիտի ոչնչացվի եւ օրեր 1-2 օր հսկայական ռազմական կուտակում եղավ Հայաստանը եւ պատերազմ անխուսափելի էր եւ շնորհիվ Բևերի գործունեության հենց Վաշինգտոնում եւ դրա գրավոր փաստաթղթերը կան նամակները, որոնք կարևորագույն անդամներ կոնգրեսի եւ սենատի գրեցին Տրամփին, այցելեցին եւ դրանից հետո Ռուբիոն զանգեց արդեն Ալիևին եւ մենք կանխեցինք։ Դուք այնտեղ եք, ես անտեղ եմ, մենք այնտեղ ենք եւ շնորհիվ մեր գործունեության եւ այստեղ ուզում եմ նաեւ մեր հայրենակիցներից եւ մեր աջակիցներից անդամներից դոկտոր Դավիթ Գրիգորյանի անուն տալ, որ մշտապես այսքան Վաշինգտոնում ինքը կոորդինացնում է այս ամբողջ աշխատանքները եւ այլուր եւ բոլորի ովքեր մեզ օգնել են, օգնում են իրենց ժամանակով, կապերով, գիտելիքներով, սա մենք արել ենք։ Այսինքն այս մի հարցը որ կան ասում եք ուժեր կա, որը խոսույթը նույնն է, ճիշտ է, բայց գործույթը նույնը չի։ Դրանք դատարկախոս, մեծամիտ, ոչինչ անողեիք անեիք։ Կարող է 3 տարի առաջ Հայաստանը ազգախնդիր չուներ։ Բա ուր եք։ Թե սպասում եք ընտրություն գա, ընտրություններից առաջ մեկից փող վերցնեք, մտնեք եւ ուրիշների մտքերն ու գաղափարները գողանալով, ձայներ փախցնելով Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ մտնել խորհրդարան, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն էլ այդտեղ աջակցել։ Չէ, Ժորժ ջան, նայեք ինչպես դուք կյանքում եք չէ ընտրություն անում։ Նայում եք մարդուն ու հասկանում եք, այս մարդը ինչ անցյալ ունեցել, ինչ արել։ Ոչ թե ինչա ձեզ խոստանում, ինչա, որտեղ խոստանալը շատ հեշտ է։ Եթե ինքնիշխան հզոր հայկական պետություն եք ուզում, որը տեր է կանգնում իր իրավունքներին, որ Նիկոլա տեր կանգնենք խաղաղությանը։ Պիտի խաղաղությունը լինի, որ տեր կանգնես, եթե խաղաղությունը չկա, ինչին տեր կանգնես։ Ինձ ցույց տվեք այդ փաստաթուղթը, որով գոնե դե յուրե է հաստատված խաղաղությունը, որ տեր կանգնեմ։ Այսինքն այդ խոսակցությունները խաղաղություններ չեն։ Ուրեմն Բևերին քվեարկեք համարում, որտեղ Բևերը կրկնում են եւ իր գործունեությամբ, եւ արդյունքով, եւ նվիրվածությամբ, եւ նաեւ դիմանալով հալածանքներին ու գայթակղությանը, շատերն ասում են դե Բևերը, ասենք մեծ թիվ չունի բան։ Տեսեք, այդ որ կուսակցություն է այսքան հալածանքի ենթարկվել, ընդհանրապես գոյություն կունենալ։ Մի հատ նայեք, քանիսը եկան անցան գնացին, անգամ խորհրդարանում մեծ բաներ ունենալով, ներկայացվածություն ունենալով, ուր են չկան։ Որտեղ բավական էր մի քիչ հիմա ենք տեսնում։ Մի փոքր ճնշում են դեռևս ընտրությունները չսկսած մարդիկ արդեն մասսայաբար ինքնաբացարկներ են հայտարարում։ Չէ, այդպես չի։ Դրա համար դուք գնահատեք մարդկանց արածը,